Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Վերջինս հանդես գալով ելույթով ընդգծեց մակրոտնտեսական կայունության կարևորությունը, նշելով, որ այն երկրի զարգացման առանցքային նախապայմաններից է։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված աշխատանքներն ուղղված են եղել հենց այդ կայունության ապահովմանը։ Գալստյանը ներկայացրեց 2020 թվականից ի վեր Կենտրոնական բանկում կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը եւ ազգային ժողովի հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Նույն 20 թվականին, երբ որ տնտեսությունը նվազեց 7%-ին մոտ թվով, մենք ունեցանք վարկեր հնայի բավականին մեծ ճեղք, այսինքն վարկերը մնացել էին վերևում, չաշխատող վարկեր կային շատ մեծ համակարգում կովիդով եւ պատերազմով պայմանավորված ու կար հնայի անկում։ Մենք այդտեղ փորձեցինք համակարգի ու կառավարության հետ համատեղ ծրագրերի միջոցով որոշակի մեղմենք այդ process-ները, մինչև կարողանանք բուֆերներ ձևավորենք, որպեսզի դիմակայենք ապագա եկող մարտահրավերներին։ Այսինքն ֆինանսական կայունության տեսանկյունից ես ու իմ թիմը էլի հակված ենք նրան, որ կոնսերվատիվ բուֆերների վրա կառուցված նոր քաղաքականությունը շատ կարևոր է։ Թեկնածուն անդրադարձավ նաև ֆինանսական համակարգում իրականացված ռազմավարական քայլերին, ընդգծելով, որ դրանց շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել պարբերաբար առաջացող ճգնաժամերը։ Նա խոսեց արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունների եւ պահուստների միջոցով իրականացված կայունացման գործողությունների մասին։ Մենք ներենք մուծում SREP գործիքակազմ, որը կոչվում է Supervisory Review and Evaluation Process, որը համակարգ է SREP, որը փոխարինում է ժամանակակից աշխարհում նախկինում կհիշեք Բանխաչատրյան Camels-ին։ Ոստեղ մենք ունենք մոտեցում, որով մենք նայում ենք բանկի բիզնես մոդելը, մենք նայում ենք բանկի կառավարման որակը, մենք նայում ենք բանկի բոլոր ռիսկերը, այսինքն շուկայական, գործառնական, իրացվելիության, այդ բոլորի համար ստանում են գնահատականներ ու այդ ստացած գնահատականի հիման վրա մենք մինչև խախտման որևէ դեպք նույնիսկ արձանագրելը բանկին կարող ենք ասել հավելյալ կապիտալ պիտի պահես, որպեսզի ապագայում դու կարողանաս համարժեք դիմակայես այն ռիսկերին, որը գալու է։ Գալստյանի խոսքով ցանկացած ինստիտուտի դիմակայունության գլխավոր գրավականը որակյալ թիմն է։ Նա վստահեցրեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը Կենտրոնական բանկում ուժեղ մասնագիտական թիմ ձևավորելու համար, որպեսզի այն համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։ Եթե կա ֆինանսական ինստիտուտ, որը ուզում է վերցնել ավելի փոքր փաթեթով ֆինանսական ծառայություններ մատուցելու պատասխանատվություն ավելի փոքր կապիտալի պայմաններում, բայց կարա մրցակցի այն խաղացողների հետ, ովքեր այսօր դոմինանտ են, մենք իրանց այդ հնարավորությունը ուզում ենք ընձեռենք։ Այս պայդրությամբ նախնական քննարկում ենք ավելի շատ ներդրումային բանկի եւ թվային բանկի լիցենզիայի հնարավորությունը, բայց բնականաբար այդ հնարավորությունը ֆիքսված չի լինելու։ Հետո եթե օրինակ այդ ինստիտուտը իր զարգացման որոշակի փուլում կորոշի, որ ինքը նաև պիտի վերցնի մանրածախ ավանդներ, ինքը գումարը կավելացնի կապիտալի ու անցում կանի այդտեղ։ Մեր պատկերացմամբ, եթե մենք սա կարողանանք իրագործել առաջիկա տարիների ընթացքում, սա էապես կփոխի երկնապնակը այն իրավիճակը, որը որ մենք ունենք այսօրվա ֆինանսական համակարգում։ Ելույթի ավարտին Մարտին Գալստյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին աջակցության համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական համակարգի կարգավորմանը, նորարարություններին, նաև գնաճի եւ իրացվելիության խնդիրներին։ Հանձնաժողովը կողմ քվեարկեց Մարտին Գալստյանի թեկնածությունը ազգային ժողովում ներկայացնելու հարցին։ Առաջարկվեց այն ներառել ազգային ժողովի մայիսի 5-ի նախատեսված նիստերի օրակարգ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։